Քրիստոնեական կյանքի ամենահիմնական քարերից, հիմքի քարերից մեկը, որի մասին պիտի խոսամ, որ այսօր արդյա շատ-շատերիս կյանքի մեջ, որ ասենք իրականության մեջ արտաքուս դա չի երևում, բայց մեր սրտի մեջ, շատ-շատերիս սրտի մեջ դա եղել է կա ու մնում է։ Դա խոսում եմ, ես պետք է խոսամ ներելու մասին։ Եվ որտեղ որ պետք է կարդամ, այստեղը բոլորը տանգիր գիտեք, ովքեր որ պետականը կարդացել են, սա շատ հանրաճանաչ տեղեր է, եւ պետք է կարդամ ու թող Սուրբ Հոգին օգնի, մի քանի կարևոր հարցերի շուրջ պետք է այս հատվածի մեջ խոսենք ու անդրադառնանք։ Խոսքը վերաբերվում է սիրելիներ Մատթեոս Ավետարանի 18-րդ գլխի այն հատվածին, որ երբ որ Պետրոսը մոտեցավ Տիրոջը եւ հարց տալի Տիրոջը, ասում է՝ Տեր Աստված, քանի անգամներ է։ Բերեք կարդանք, նշեք ձեր մոտ Մատթեոս 18-րդ գլուխ 21 համարից մինչև 35 համարներ։ Մատթեոս 18-ից 21-35 համարներ։ Այն ժամանակ Պետրոսը նրա մոտ գալով ասեց. Տեր, քանի անգամ եթե եղբայր ինձ դեմ մեղք կանե, ես ներեմ նրան։ Միթե 7 անգամ։ Հիսուսը նրան ասեց. չեմ ասում քեզ մինչև 7 անգամ, այլ մինչև 70 անգամ 7։ Սրա համար երկնքի արքայությունը նմանվեցավ մի թագավոր մարդի, որը իր ծառաների հետ հաշիվ տեսներ։ Եվ երբ որ սկսեց հաշիվ տեսնել, նրա մոտ մեկը բերվեցավ 10,000 քանքար պարտական, բայց որովհետև չուներ վճարելու նրա տերը հրամայեց, որ նրան եւ նրա կինը եւ նրան որդկանց եւ ամեն ինչ որներ ծախվեր եւ պարտքը վճարվեր։ Ծառան էլ երեսի վրա ընկնելով երկրպագում էր նրան եւ ասում. Տեր, համբերիր ինձ եւ բոլորը կհատուցանեմ քեզ։ Տերն էլ գտած այն ծառայի վրա նրան արձակեց եւ պարտն էլ շնորհեց նրան։ Եվ երբ որ այն ծառան դուրս եկավ, իր ծառայկիցներից մեկին գտավ, որ իրան 100 դարեկան էր պարտական, եւ նրան բռնեց, խեղդում էր եւ ասում. վճարի ինձ ինչ որ պարտական ես։ Հիմա նրա այն ծառայեկիցը նրա ոտներն ընկավ, նրան աղաչում էր եւ ասում. համբերի ինձ համար եւ բոլորը կհատուցանեմ քեզ։ Բայց նա չէր կամենում, այլ գնաց նրան գցեց բան, մինչեւ որ պարտքը վճարե։ Երբ որ նրա ծառայեկիցները տեսան եղածը, բաները շատ տկմեցին եւ եկան իրաց տիրոջը հայտնեցին բոլոր եղածը։ Այն ժամանակ նրա տերը մոտ կանչեց նրան եւ ասեց. չար ծառա, ես այն բոլոր պարտքը շնորհեցի քեզ, որովհետեւ դու աղաչեցիր ինձ։ Պետք չէր որ դու էլ քո ծառայեցին ողորմեիր, ինչպես որ ես քեզ ողորմեցի։ Եվ նրա տերը բարկացավ նրան, մատնեց դահիճին, մինչև որ բոլոր պարտքը վճարե նրան։ Այսպես էլ իմ երկնավոր հայրը կանե ձեզ, եթե դուք ամեն մեկը իր եղբորը ձեր բոլոր սրտով չթողեր նրանց հանցանքները։ Այստեղ որ կարդացի, համոզված եմ բոլորդ եք կարդացել եք, չէ՞։ Բոլորս էլ գիտեք։ Թող Տերը օգնի մի քանի կարևոր մտքեր ուզեմ առանձնացնել եւ իրար հետ ծրագրա նայենք, ուրեր եղբայրներ։ Պետրոսը գալիս է Տիրոջ ասում է. Տեր, քանի անգամներ է։ 7 անգամ հերիք չի։ Մենք գիտենք, ուրեր եղբայրներ, ասող խոսքից, որ մեր նման մահկանացու մարդը, մարմնից ծնված մարդը չի կարաների։ Մենք չենք կարաների։ Մարմնից ծնված մարդը չի կարաների։ Հմի ասել, եղել է դեպքեր, չէ ասենք, մեկը քո հանդեպ մի բան արել, ասելակներես ասում ես ներում եմ։ Մեկ է մի որոշ ժամանակ հետո այս մարդը նորից ինչ-որ մի բան արել, էլի այ քուրիկ ջան, եղբայր ջանների, լավ, ախպեր, ներում եմ, 3-4 անգամ ինչ ես անում։ Դե հերիքա, բոլա այն անգամ արեցի, ներեցի, մի անգամ նարեցի, հա։ Նման ես թե չէ։ Չի իլեմ ժողովուրդը։ Լինում է, չէ։ Բայց եթե ներել ես, այդ ոնց ես հիշում։ Այդ նույնը ոնց որ մեկ ուզ ես երկին գնամ, երբ որ Տերը տանի, մեկ էլ Տերը գասի, վայ անպիտան արտաղակ։ Դու ես բաներ նարեցիր, ես քեզ ներեցի, ասեմ շնորհակալ եմ Տեր ջան։ Մեկ է նորից գա ամեն տնանուց ասի, դու ես բաներ նարել ես, ես քեզ ներել եմ։ Այդ տժժգյորը գցի։ Տենց կանի Տերը։ Չի անում։ Բանը մենք եթե ներել ենք, եղբայրներ քուրեր, բայց չի ենք հիշում։ Բան չենք հիշում։ Բան չենք հիշում ու
հելա հիշերն է քիչ է, ասենք սրա վրա խորանար։ Այս այդ որը մեր անդանի եղբոր հետ մի հատ քույրիկ է կանցել էր 80 քանի կա, 80 անցա, չէ։ Անց քույրիկ է։ Համի ես 30 տարի է այդ քույրիկի մի հատ դեպք է տեղի ունեցել, այն էլ չգիտեմ ինքը ճիշտ է, թե սխալ Աստված գիտի։ Համի ինքան ընդհատ ինչքան իրան տելեմ է, հենց մի 5 րոպե անց է, գնում սմա այդ նույնը պատմել, դե մենք կնենք ասեմ թող ասի։ Դեռ ես վերջերս էլ եսել եմ մեծացել չեմ համբերել։ Ամենք ասում Մարկիր ջան, այդ մարդի մասին որ դու ասում ես, նա մեռել գնացել է, ճիշտ է հա։ Ասեմ նա մեռել գնացել է, մի փրկվեց թե չփրկվեց, դե նա իրոջ առաջ, համի որ դու ընդհատ այդ քմեջին ստեցիր անել եմ, դե եղբայր ջաններել եմ, ոնց ես ներել որ ամեն տենալուց այդ խոսում ես։ Այ ոնց ես ներել, քուրս վախվել ես, եթե անընդհատ խոսում։ Մարդը չի կարանել։ Հեսա կասեմ երբ կարա մարդների ու որ մարդը։ Համի Պետրոսն եկել ասում, ներեմ Հիսուս ջան։ Ասում հա Պետրոս, ասում քանի անգամ, 7 անգամ, չէ ասում 7 անգամ 70։ Հələ 7 անգամ 70, ինչքան անում, քուրերի անգամ։ 490։ 490 անգամ օրական մենք պետք է ներենք։ Այդ 490-ից այդ օրը մի 24 ժամ, մի 10 ժամ որ քնում ենք հլա հանենք այդ 10 ժամը։ Ընդդիմանամա 14 ժամ, այդ 490-ը բաժանենք 14-ի, գիտեք ինչ անը։ Մեր րոպեն մի անգամ։ Մենք դիներ ենք։ Մենք դիներ ենք։ Ինչու համար է մեզ պետք, որ մենք կարողանանք ներողամիտ դինենք ու ներողներենք ժողովուրդ ջան։ Որովհետև շատ մեծ կարևորություն է դրված ներման վրա, ինչու համար, որովհետև ամբողջ քրիստոնեությունը հիմնված է ներման հիմքի վրա։ Եվ ներելու համար ամենաթանկ գինն է վճարվել մարդկության համար։ Մեր մեղքերի հանցանքների ներելու համար Աստված ամենաթանկագինն է տվել, իր կյանքն է դրել մեզ համար։ Մեր մեղքերի համար Հիսուսը մահացավ։ Եվ մենք ոչ մի արժանիք չունենք, որ ինքը մահանար, որ մեզ ազատեր։ Եվ ինքը մահանալով, ներելով մեր մեղքերը, մեզ շնորհեց հավիտենական ձրի կյանք։ Եվ ինքը ուզում է, որպեսզի մենք էլ ներենք։ Ասեմ ձեզ, որ սովորական մարմնից ծնված մարդը չի կարող ների։ Ներել է դա վերստին ծնված երկնային մարդի հատկությունը։ Վերստին ծնված Աստծո հոգուց, Աստծո խոսքից ծնված մարդի հատկությունը։ Միայն նա կարող է ներել, վերստին ծնված մարդը։ Եվ Տերն ասում է պետք է ներես։ Գիտեք, մենք ամենից հաճախ գիտեք ումից ենք շատ նեղանում ու վիրավորվում։ Հա? Ամենաշատը մենք նեղանում ենք մեր մարդկեքից։ Չի աշխատեմ, չի վերեմ, հարևանի մարդը խոպան գնաց 2 միլիոն վերեց է, խերճախ վերն է, ստալի գործը լավ չել է, վսյո։ Մենք նեղանում ենք մեր երեխեքից, մենք նեղանում ենք մեր բարեկամներից, հարազատներից, Սուրբ Գիրքն է դա ասում։ Եկեղեցում ամենաշատը գիտեք մենք ումից ենք նեղանում։ Հովվից, ճամբարում ամենաշատը Պավել աղբորից, հետո Գրշից։ Դա բնական է, ժողովուրդ չէ, Հավետարանի խոսքն էլ ասում։ Լատեսեք ինչ ասում տիրոջ խոսքը Սաղմոս 2-ի մեջ։ Սաղմոս 55 Սաղմոսի 12 համարից։ Որովհետև եթե ինձ թշնամին նեղացներ, եթե ինձ նախատինք տար կհամբերեի, և եթե ինձ ատովը պարծենար ինձ վրա կթաքչեի նրանից, բայց դու ինձ հավասար մարդ ես, իմ սրտակից և իմ բարեկամ, որ մենք իրար այդ քացության խորհուրդ ենք անում և ասոտուն ենք գնում ամբողջ հետ միասին։ Ասում է, եթե թշնամի լիներ, կհամբերեի, բայց եթե դու ես չեմ կարող։ Մենք դրսեն կարող եմ մեզ շատ լավ ցույց ենք տալիս, մենք դրսեն կարողանում ենք շատ լավ մեզ դրսևորել, գործի վայրում, աշխատանքի վայրում, չգիտեմ, ընդեղ շրջապատի մեջ, բայց տանը։ Գիտեք, ես ես վերջերս, երբ որ խոսում եմ մեր ժողովրդի հետ, այսպիսի խոսք եմ ասում։ Ասեմ, ես կարող եմ շատ լավ հովիվ լինեմ ժողովրդի համար։ Ես կարող եմ շրջապատի համար շատ լավ մարդ լինեմ։ Ես կարող եմ ուրիշների համար շատ ամեն ինչով նվիրված նորմալ ընկեր լինեմ։
բայց իմ կնոջ համար մի հատ հրեշ ամուսին լինեմ։ Իմ երեխու համար մի հատ գազան դաժան ծնող լինեմ։ Մենք ուրիշների համար լավ ենք, բայց մեր ընտանիքի համար ինչպիսին ենք մենք։ Մենք այս գիրքը շատ լավ կարդում ենք, մանավանդ այս վերջի տարիների մեջ բոլորը պրոֆեսորներ են։ Պրոֆեսոր են, սա գիրք հանգիր գիտել։ Երեք օգնած եկել եմ գյուղերից, մենք կինս տեվա, պրոֆեսենցա, բան ասի լավ դրեկուց գնաս անգամ, բան ասի կնիկ ջան, ես կտեղ եք մնամ, գնաս կարոզ եմ, ասի գիտեմ, որ կարոզ ես։ Որ չես կարոզ։ Պրոֆեսոր եք, լավ գիտեք։ Ժողովուրդ ջան, բայց այս գիրքը մենք ոչ թե պետք է գիտենանք, պետք է ապրենք։ Ես հիշում եմ, տարիներ առաջ մեր Վանաձորում մի հատ քույրական քոլեջ կա, մի քոլեջ այդ ժամանակ քույրական ուսումնան էր, եւ գնացել ենք այդտեղ, որպեսզի նոր կտակարաններ բաժանենք, եւ այս քոլեջի տնօրենը մի աթեիստ մարդ էր։ Այս գլխավերևին մի հատ փիլիսոփա գերմանացի կանտ կա, նրա նկարը կպցրել է, ախպեր ասում է, ես չեմ հավատում, գործոնամ ոչ են ուսմունքին, ոչ են կրոնին, սենց մի հատ էլ մեր երրորդ մասեցի ուսմասվար ունի պատմության են, բանենք։ Դա ճանաչում են եղբայրները, մի սրան է կանչելա, մեզ սոսը ճանաչում է, չի ասի չի լեմ, հայլ ասի չի լեմ, սա պատմության դասատոր պատմականորեն ամոդենը, վերջ է, մի ժամից ավել խոսում եք ես մարդի հետ ժամուկես, մենք էլ ասում Տեր Աստված, եթե օգնի ես 800-ից ավել աշակերտ այս գրքերը հասցնենք ես երեխեքին, մի դուր բացի, մենք էլ ես մարդը մի հատ հարց ասավ, ասավ քեզ մի հատ հարց եմ տալի, եթե դու կարողացար իմ հարցին պատասխանես, ես թույլ կտամ, եթե չէ, ասեմ Տեր Աստված, ես ինչ այդ մի հատ ինչ ես չի կարամ պատասխանեմ։ Եվ սկսեցի, ինքը ոսում է, ես սկսեցի հաղորդել։ Ինքը այսպիսի հարց տվեց, ասեց լսի, դու ասում ես, դուք եք ճիշտ, քրիստոնյաները, մուսուլմաններն ասում են մենք եք ճիշտ, բուդդիստներն ասում են մենք եք ճիշտ, ասում եմ ես ասում եմ ես եմ ճիշտ, աթեիստ եմ, փիլիսոփայությանն եմ հավատում, համի ոնց իմանանք որտեղ եք ճիշտ։ Մի երկու սենց վարկյան մտորումներից հետո մեկ է Սուրբ Հոգին միտքս բացեց։ Ասի լսի, այդ ինչ որ ասում ես ճիշտ ես ասում։ Սաղ ճիշտ եմ ասեցի։ Ամեն կրոն իր տեսակետից ճիշտ ասեցի։ Բոլորը ճիշտ են ասում։ Ասավ բայց այլ ասի դե լսի, բայց ասի ի տարբերություն քրիստոնեություն ասի ոչ կրոնը, ոչ ուսմունքը, ոչ փիլիսոփայությունը, ոչ գաղափարախոսությունը, թե ոնց ասի հա Այն Քրիստոսին, որ ես պաշտում եմ, նա կենթանի անձնավորություն է, նա կյանք է, նա բոլորից տարբերում է, նա կենթանի է։ Եվ այդ կենթանի Աստծուն եմ ես պաշտում։ Սա տարեք գիրք, տարեք բաժանեք։ Գուրեն եղբայրներ, մեր Աստվածը կենթանի է։ Եվ մենք պետք է իր այդ ապրենք։ Եվ կան նա կարողանել է, ով որ ինքը ներում է ստացել։ Նայեք, Պետրոսը ինքը տեն ասում է, ես պետք է խաչվեմ ասում է, ես պետք է լինեմ, եմ պետք է լինեմ, սան ասում են խառնվել են իրար, Պետրոսը տիրոջը կանչեց, ասավ, Տեր ջան ասավ, այդ արտակը անդում բան կթողան, ես քեզ չեմ թողա։ Սա մինչև վերջ քո հետ կգա, ճիշտ էր ասում, թե սուտ։ Ճիշտ էր ասում։ Հլա նայեք, Պետրոսը գնացել է Հիսուսի հետ, եկան հրյաները, մի անգամ զորքով, խմբով, գնդով, քանապետներով, ինչ արել, սեկել եմ որ Հիսուսին բռնեն, մի հատ դանագավ եկալ է Պետրոսը, ու գնում է ծառայի հանգաճը կտրում է, մի պատկերացրեք ավտոմատներով ստեղ եսա, զինվորներ 50-60 հոգի գալիս բռնելու, ասենք կամ բրեժանքորը բռնելու, մեկը վերում մի հատ համար տիրերնի գնա մեկի հանգաճը կտրի, ով ռիսկ կանել։ Ոչ մեկը, գիտեն որ կարան սպանեն, Պետրոսը գիտեն որ իրան կարան սպանեն, բայց որպես մարդ որպես ինքը պատրաստ էր իր կյանքը Հիսուսի մոտ դնելու։ Բայց ինչ տեղ ունեցավ, ուրեր եղբայրներ, երբ Պետրոսը հասկացավ, թե ինչ է տեղ ունենում։ Երբ որ Տիրոջը տարան Պետրոսը հետը գնում էր, մեկ էլ ինչ ասում, հավը խոսած, երբ որ հավը խոսած, սինքակրորը կանչեց էլ է։ Տերը որ Պետրոսին նայեց, Պետրոսն ինչ արավ։ Մի հատ խոսք ա վերած։ Ասում թարը, սկսեց ինչ անել, լացել։ Գիտեք ով է կարանների, ով որ հասկացել է ինչ է մեղքը, ով որ մեղքի մարդ տառապել է, ով որ տառապանքով Տիրոջից թողություն է ստացել, այդ մարդը կարաների, ժողովուրդ չէ։
Եթե դու չես հասկացել ինչ է մեղքը, Աստծո օգին քեզ չի բացել մեղքի տառապանքը, դու այդ մեղքի համար ցավ տառապանք չես քաշել, ու դու դրանից ազատագրում չես ունեցել, դու խաբար չես ինչ անել է։ Դու ներում եթե չես ստացել, դու չես կարող ներել։ Բայց երբ որ դու հասկացել ես ինչ է մեղքը, ուր է տանում նա քեզ։ Եվ Տերը ինչի՞ց է քեզ ազատել։ Այդ ժամանակ դու էլ կներես։ Համին տեսեք, ասում է անմիջապես Տերը օրինակ է բերել, եւ այսպեսի խոսքեր ասում է սրա համար երկրի արքայությունը նմանվեց մի թագավոր մարդի, որը ձեզ իր ծառայեցի հետ հաշիվ տեսներ։ Եվ երբ որ ձեզ հաշիվ տեսներ, նա իր մոտ բերեցավ 10,000 քանքարդ ունեցող պարտական։ Բայց որովհետև ոչինչ չուներ վճարելու, նրա տերը հրամայեց, որ նրան եւ նրա կինը նրա որդկանց ամեն ինչ ունեն, ծախեն ու պարտք վճարեն։ Ծառան էլ երեսի վրա ընկավ, երկրպագում էր ասում, Տեր, համբերի ինձ համար։ Եվ բոլորը կատաղություն անել քեզ։ Տերն էլ գտավ այն ծառայի վրա, նրան արձակեց եւ պարտքը շնորհեց նրան։ Այս ու խորհուրդն է, ուրեր եղբայրներ։ Այս խորհուրդն է քու եւ իմ։ Այդ Տերն է, իսկ այդ ծառան ես ու դու եք։ Մենք ինչ կարայինք տայինք Տիրոջը։ Ինչ կարայինք անեինք, որ մեր մեղքերը ներվեր։ Հայր մի բանով կարայինք դու քու մեղքերը ներել տայր, ես երկրի վրա, թեկուզ ես երկրի վրա։ Ես էլ չէի կարա։ Մենք ոչ մեկս ոչ շիվան չենք կարա տայինք, որ դրա համար ներում ստանանք։ Ոչ մեկն է չի կարա տա։ Ուզում աշխարհի ամենա հարուստ մարդը լի Հայաստանի, թե չգիտեմ Ամերիկայի, թե Պուտիններն է, ուզում այգնի։ Մարդը չի կարա իր մեղքերի համար ինչ-որ բան վճարի, որ թողություն ունենա, ինչու համար, որովհետև քուրել եղբայրներ։ Ամենաթանկը մարդկության մեղքերի փրկության համար, դա Աստված, այս ամենամորջ երկիրը, երկինքը սաղ իմն է։ Այս ինչ-որ կա ամբողջ տեզերքը Աստծունն է, բայց դրանցի ոչ մեկը իզորու չէր մարդկության մեղքերի կապություն անել։ Դրա համար Աստված իր կյանքը դրեց, Քրիստոս Աստծո որդին եկավ, որ իր կյանքը դնի, որ մեզ փրկի։ Ինչ կարա, այս տեզերքն են տա մարդը չի կարա փրկվի։ Եվ մեզ մարդին կանչում է, այս գումարը մոտավորապես ասում են, չգիտեմ քանի միլիոն դոլար չկանա, ես չգիտեմ չկանա, ամենամեծ գումար է։ Ասում է կանչեց, ասավ դուր, ասավ չեմ կար, ասավ դե վճարեք, խնդրեց, ասավ Տեր արձակի, ազատի, Տեր ների, Տերը շնորհ, ասավ գնա, քո մեղքերը քեզ ներված են։ Մենք ոչ մի բան չենք արել, որ մեր մեղքերը ներվել, ինչ ենք արել։ Հավատացել ենք Հիսուսին, հա? Խնդրել ենք, ասել ենք Տեր, ողորմամ ես, խնդրել ենք, աղոթել ենք ու հավատքով Տերը մեր մեղքերն ինչ արել։ Ներել է։ Հավատում ես, որ ներել է։ Համին գալիս է երկրորդ մարդը, իմ մեղքը Տերը արդեն ներել է, համին դուրս եմ գալիս եւ իմ ծառայեցին տեսնում եմ, անդու ախորը տենում եմ անդու սնդի ինձ պարտքա մի $50 փող, այդքան գումարը $50 չի անում։ Համի ասեմ անդու ջան, փողը ստու։ Ասում այ արտակ ախպեր ջան, համբեր իմ երկու գործկանը մեսա կտամ, չէ, պտի տաս, վերջ ինչ անեմ, դնում անդոյին, բանդի մեջ ու խեղտմա, որ անդոն վճարի։ Համի, մենք քուրեր եղբայրներ, Աստված մեր բոլոր մեղքերը ներել է, բայց այն որ մենք չենք ներել, այդ անդուն է։ Համի մեկը քեզ մի հատ բառ ասե, մեկը քեզ մի հատ այհոյել է, մեկը քեզ մի հարցում նեղացրել է, մեկը ինչ-որ մի բան քեզանից վերակալել չի տվել, մեկ ասել աշկի վերևին ու կա, ինչ ես արել։ Ինչև եմ ինչքան մեղք ենք մենք գործի Աստծո առաջ։ Հա? Շատ, համի այդ մեկը, որ քեզ մի հատ ուշ ունց տվել, ասում ես մինչև մեռնից ես լան պտի չներել։ Հայ, այլ ասեք ես մարդը, կամ ինչ-որ մի բանով քեզ նեղացրել է։ Կարդ ես թե չէ։ Համին ասենք ես տատերի պատուկա, տատերին ենք ասում, հարսնային ենք ասում։ Համին ասենք հարսը տեք էլա, մի բան չարավ։ Ինչ ես անում։ Հե? Տունը գրում ես աղջկա երեխեքի վրա։ Մենք ունենք տեսնել քեզ։ Հե? Այ հարսս լավը չի։ Արա հարսը լավը չի, տղեն քո տղեն է։ Տղեն իրանից պետք է։ Все օգտի հարսի տակ գրել։ Դու թենց ես արել։ Համենայք ժողովուրդ ջան։ Մենք չենք հասկացել Տերը ինչ արել մեզ։
Մենք չենք հասկացել, և ես մարդը ինչ ալավ, ասմանների, ասմատ պետք է կտամ, ասմա չէ, գիտեմ վտանգը չի մեջ է, ես մի առաջ եմ գալու, եղբայրներ քուրեր, ինչ եք կարծում, կարանք մենք որպես ներված մարդիկ հմի ստեղ նստած, վերջը մնեցալի, որ մենք ներում չստանանք տիրոջից։ Եթե չներենք, դες ամի կտենանք, որ սուր բիրք հետ ասը։ եթե չներենք չի։ Դες գալիս ենք առաջ։ Հմես մարդը խնդրում ասմայախ պետ ինձների կթողամ, ասմա չեմ ները։ Լինում է դեպքեր ասենք, մարդու կյանքի մեջ։ Գալիս ասենք, մարդը մի բան արեք, արց ասմ աղբեր չեմ կներես։ Սպասի։ Հի, ասը, բա դու այդքան այլ ես տերը կեզներ էլա, դու այդ մարդը ինչ չես կարաների։ Հլա բերեք մի հատ, սենց նորմալ մտածենք, եղբայրներ քուրեր։ Դու ասենք ինձ $1 միլիոն պարտք ես։ Կամ լավ, ես քեզ $1 միլիոն պարտք եմ։ Համի որ մեկը կանչի, ձեզանից ով ունի ասենք, ձեր երեխեքից շատերը վարգեր ունեն, չէ պետության, ու ովքեր վարգեր ունեք, ունեք թե չէ։ Համի ունեք։ Համի ասենք $1 միլիոն, $5 միլիոն, $10 միլիոն, որ պետությունն ասում է, այդ $5 միլիոն չեն ուզում ձեզանից, ինչ եք անում։ Ուրախանում եք, չէ, մաղարիչ կանեք թե չէ։ Համի եթե ես նորմալ հասկացող մարդը եմ, ասված իմ սաղ մեղքերը ներելա, ես $1 միլիոն տիկնայի վրեժախորը չեմ կարատ ասում արտակ ջան, գնա տղա ջան, այդ քու միլիոնը քեզ շնորել եմ։ Համի դուս եկա, անդոյին որ տեսա, ոչ թե $50 խեղտել, դո մաղարիչ անեմ ասեմ, ադո ցավդ տալեմ, արես մի գնա մի հատ է քյաբաբ կես, ախպեր ջան մաղարիչ ես պրծել եմ, եթե ես նորմալ մարդել եմ։ Բայց ինչ անեմ, խեղտում ասում, ինչ տուր, ինչի ետև ինքը չի սկացա ինչ աներում է։ Եթե դու չես ստացել ներում, դու կուդիմացինին խեղտում ես, դրա համար է նորից տերը քեզ ողորմություն չի անում։ Տեսեք շարունակությունն ինչ ասում։ Ասում, բայց նա չեն կամենում։ Նրանք գնաց բանկ գցեց, մինչև որ պարտքը վճարել։ Երբ որ նրանց ծառայակիցները տեսան եղած բաները, տրտմեցին եւ եկան իրանց տիրոջը, հայտնեցին բոլոր եղածը, այն ժամանակ նրա տերը մոտ կանչեց նրան ու ասավ. Եկան խաբար տվեք, ասին այդ տեր, դու ես մարդի միլիոնավոր դոլարները ներեցիր, բայց ես տղեն, ես խես մարդի $50 չի կարում ների, խաբար տվեցին, ու մեկ էր, տենում ենք ինչ հատեր ունեն, ասում եկան նրան, ասեցին, այն ժամանակ նրա տերը մոտ կանչեց նրան ասել, չար ծառա, ես այս բոլոր պարտքը քեզ շնորհեցի, որտեղ դու աղաչեցիր ինձ, պետք չէ որ դու էլ քո ծառայցին ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի։ Քուրեր եղբայր։ Բայց ես խնդրել եմ, աղոթել եմ, Տեր ջան ների, համի ո՞չ չի ներվելու, այո չի ներվելու։ Եթե մի անձնավորություն կա, ինչ որ մեկը կա սրտի մեջ, չգիտեմ, հարց տա, մարդը տա, տղե տա, կնիկ տա, իմ սրտի մեջ, եղբայրն ա, հովիվն ա, քույրիկն ա, ինչ որ մեկն ա, եթե չեմ ներեմ, ինձ հայտնություններ տենը, մանավանդ հենց որ ես գնում էին վրա, լույսերի մեջ է, սենց ասում էի, լավն է, ստատ չա։ Ես տատը, բայց եղբայրներն ասում են, հայ մարդ ես ավելիստ կնիկ ասում են։ Սրանք ասում են, այ աղբեր, լապես, ինչ ես ասում, այ եղբայրներ, սա ավելիստ կինա։ Քուրերից շատը նեղացան մի քանիսն ինձ անի, այցելության քուրերից։ Եղբայր չէ, ասում արտակ աղբեր, ես տատը մերնում եմ։ Ենքան ասել են, կշելը 4-ին ենք վեկացե գնացե, 3-ին, 5-ին, կապ չունի։ Դե ասում մերնում եմ, երբ ասում են գնում են։ Համի գնացել ենք, ես կինը պարկած, արդեն ձենը կտրված, լրիվ հյուծված, թորն անդեղ նստած, ես կողքին, սենց, էլի ասում, տեղից թաղչում էր։ Ամարդ ասեմ, տեր ասված, ելի փախրի մարդ էլի։ Անհավատ մարդիկ են եղել, ժպտացել են, լացել են, Իսուսի տեսել են, արդյոք մեկի գնացել են։ Սա հոգևոր քուրիկ, ես շատ տերից փախում։ Մեկ էլ ասում, հրեր ասում, արտակ եղբայր է փուչու ասում են, գաջաժներն եկել են, սե քաշում են, ես են անում, են անում։ Ասում եմ, մայրիկ ջան, դու բան ունես խոստովանվելու։ Թե չէ բու, արտակ եղբայր, բան չկա, դե չկա։ Մեկ է անապաշխար թորը, ասավ արտակ եղբայր, խապում ասավ։ Մորես իր հարսին ասավ չի կարում ների։ Հարսներ կուխն եմ անստած։ Ասի սանեմ տատ, ճիշտ ասեմ։ Ձենը փոխվեց ժողովուրդ ջան։
մի հատ կոշտ ցեն, ցենց տավյորն տղամարդիկ խոր խրպոտ ցեն, ասա մեռն են դժոխք է գնամ չեմ ներելու։ Թորն դեր նստած ասա այդա քեզանից ինչա գնամ, մեկա մեռն եմ ես։ Ասոներում եմ ներողություն խնդրում մեռն ասա, չէ։ Դուսը մեկ է ժողովուրդ ջան, այդ ես թողել եմ, մեր եկեղեցուն բանադարձիները գիտեն, դեմի շենքներ։ 5 րոպե չի քաշել, հասա եկեղեցի, մեկ է քույրիկին աստանեց այն տան հեռախոսներ։ Զանգեց ասա, պեստապը մեռավ։ Ուր գնաց այդ քույրիկը։ Ես վախում եմ ասում։ Ես վախում եմ ասում։ Ժողովուրդ ջան, եթե քեզ Աստված այդքան ներել է, քո անառակությունները, քո որդեսպանությունները, քո պիղծանկությունները, իմ այլանդակությունները, ինչքան ախտեր ու կեղտեր զիբիլներ այլ մեր կյանքի մեջ։ Տերը սաղ մեզ ներել է։ Համես մարդ ինձ ասել է անառակ կամ դուսնգած, կամ մի հատ հերաուշուս տվե, կամ մի հատ նոր գերեզմանը հայոյ է, մեռավ երես մարդի չեմ կարող ներել։ Ես ներում չեմ ստացել, դրա համար չեմ կարող ներել։ Բայց երբ որ դու սկանաս Տերը ոնց է քեզ ներել, այդ ժամանակ դու էլ կներես։ Բայց եթե դու չես ստացել, խաբար չես, իրոք այդ գործ չունես, ինչ ներես։ Եվ ասում եմ Տերը կանչեց, ասում եմ ես քեզ ողորմացի։ Ինչ որ մի բան կար մեր վրա, որ արժանիք կար, որ Տերը մեզ պարտավոր էր մեզ ներելու Տերը։ Դու ես գիտես, որ նստած ես Հայաստանում ինչքան կնանիք կան, դու նանցի լավ կնիկ ես։ Կամ որ ես դիկայնած քարոզում եմ, Հայաստանը մեզ սաղ մարդկեքից ես ամենալավն է, դու ամենահետին զիբիլներն ենք, որտեղ Տերն ասում է, ընտրեց վերջիններին, հետիններին, անտոհներին, աննշաններին, այլանդակներին, որ մենք ենք, Տերը մեզ ընտրել է, բայց մենք եկել ենք ասում ենք, յա, իմ կագոնի վրա բան ասել, ոնց, արտակին ես բանն ասի։ Եվ Տերն ինչ ասա, փլատեսեք շարունակությունը ցավալին որն է։ Եվ նրա Տերը բարկանալով նրա մատնեց դաչի։ Ես մարդին ներել էր, ասել էր գնա, գնա քեզանից ոչ մի բան չեմ ուզում, բայց ասում է Տերը բարկացավ, ները պրծել էր, չէ, բայց նորից ում տվեց, դահիճին, նորից տվեց դահիճին, և ինչ ասեմ, բարկանալով նրան մատնեց դա, մինչև որ բոլոր պարտքը վճարի։ Այսպես է իմ երկնավոր հայրը կանի ձեզ, եթե դուք ամեն մեկը իր եղբորը ձեր բոլոր սրտի չթողել նրանց հանցանքները։ Ներվել է իր քույրիկ ջան, աղբեր ջան, բայց որ չներեցի, նորից հանձնվեցի դահիճի ձեռը։ Եվ որ այն ժամանակ ես մարդ այդքան փողը չէր կարող վճարել։ Մի ժամ հետո, մի 3 օր հետո ասենք, այս ընթացքը մի քանի օր հետո որ բան տրվեց, կարա վճարի։ Ու ինչ ելավ ես մարդը, կորավ։ Աշակերտներն ասին Տեր, նորից եմ կրկնում, մեզ աղոթեր սովորեցնում, և աղոթում ենք, և դուք էլ աղոթում եք, հայր մեր ասեմ, մեր կիրովականը մենք մի անգամ ենք հայր մերն ասում, ուստեղ Երևան բան լավ երկու անգամ են ասում, մենք եթե երկերով երկում ենք, մեկ է աղոթքի վերջին ենք ասում, բայց ուստեղ լավ երկու անգամ ասում ենք, հենց աղոթքի սկզբի, հենց աղոթքի վերջին հավաքույթի, ու ինչ ենք ասում, ների մեզ, հանդի որ դու չես ներեմ, ոնց քեզ ների, դու կուպերն ու դատաստան ես անում։ Մենք վանածոր մի հատ եղբայր ունենք հմիկա, վալոտ ատպել եմ, մեր հովիներից աղոյի հերնա, և մի հատ եղբայր ունենք, վերնական մահացավ, մեր աղո աղբոր, մեր վալոտ աղբոր աղբերներ, Մենք իրար հետ եկսով աղոթք են անեմ, հերթը հասնում է մեկը քյավարեցյա, մեկը լեննականցի, այն որ գալիս է, որ պետք է ասի հայրների ինչպես մենք կներենք, մեկ ես աղբերը չի ասում, այդքան տեղը թխչում է։ Ես մեր վարոտ աղբերը մեկ էլ լսում է, ասում է, այո ոջան ասում է, ես ընչի չես ասի, ասում է հայրների մեզ, ասում է վալոտ ջան, որ ես չեմ կրնա ներել, ինչ է վսեմ ընձի ներել։ Ուրել եղբայրներ, մենք լուրջ մի հատ մտածելու տեղ ունենք, նորից եմ կրկնում, այո, մեզ Տերը ներել է, մենք ոչինչ չենք արել, մենք միայն հավատացել ենք, իրան կանչել ենք, իրան փառք ենք տվել և իր արյունը մեր մեղքերի թողություն է տվել, բայց եթե մեկը կա, անկախ նրանից ով է, հավատացյալ է, անհավատ է, բարեկամ է,
ծանոթա, հովիվնա ու հովիվնա, թե շարքայնա, չգիտեմ, թե ինչ որ մեկնա, ամուսիննա, կիննա, երեխենա, ով է։ Տեղինա թե անտեղինա քեզ հիվանդացրել, տեղինա թե անտեղինա քեզ ցավացրել, չգիտեմ ինչեր արել, եթե դու չես ներել, քեզ էլ ներում չկա։ Մեռար ուղիղ դժոխք ես գնալու։ Որովհետև իմացողից դեռ ավելի շատ պիտի պահանջի, քան թե չիմացողից։ Ու այդքան տարվա ինչ ուզի անես։ Ուզում ես եկեղեցու առաքյալը լես, ուզում ես եկեղեցու ամենաբարեգործուր քույրիկն լես, ինչ ուզում ես լինես։ Եթե չես ներեն, երկնքի հետ գործ չունես, հույս չունենաս, որ երկինք պիտի գնաս։ Հույս չունենաս։ Թողտերը մեզ օգնի, չեմ երկարացնում, որ լուրջ մենք սթափվենք ժողովուրդ ջան։ Եվ խնդրենք, որ Տերը մեր հոգու աչքերը բացի, որ մենք հասկանանք Տերը մեզ ինչ արել, որ մենք կարողանանք դիմացիներին ներենք։ Ես մի միտքն ասեմ ու ընդհանրացնելով վերջացնեմ։ Շատ հաճախ մեզ թվում է, որ որ մեզ անպատվում են, ցավացնում են, վիրավորում են, դա անտեղի այլ է, անտեղի մենք այդ մարդը չենք, բայց մեզ այս բանն արեցին։ Անտեղի ոչինչ մեր կյանքում չի լինում։ Ես ճաշին ասեցի այդ քույրիկի պատմությունը, որ այո ինքը այդ մարդը չի, բայց եւ որ մեր մեջ կա տարբեր սխալներ, մարմնավոր գործեր, Տերը որպեսզի դրանք ի հայտ բերի, թույլ է տալիս, որպեսզի մի հատ քար գցեն մեր վրա։ Եվ մեր մեջ եղածը բլբլդալը ինչ անի, դուրս գա։ Եթե չես ներել, քեզ էլ ներում չկա։ Ես էլ չեմ ներում, ինձ էլ ներում չկա, կապ չունի։ Դամար աղոթք արեք, ու եթե մեկը կա ձեր սրտի մեջ, որի հետ խռով եք, կշտված եք, ես մի միտն էլ ասեմ, միտքս եկավ շատ հաճախ ասում է, աղբեր ներել եմ, ես իրան բան չունեմ, հա վсё, ես իրան ներել եմ, բայց ես նեմա ճամփեր փոխում։ Ոնց ես ներել, որ ճամփեր փոխում ես։ Դեմա դեմը գալիս է այդ եղբայրը կամ այդ քույրիկ այդ հարցը, դեմա գալիս է, ասում եմ ճամփեր փոխում է։ Սուտ ես ասում, չես ներել։ Ուղղակի մի անկյունում սրտիդ գյորել ես, թաքցրել ես, գիտես որ Աստված ասմանել, իմ քեզ խափում ես, էլի որ ամար գործ չունենամ, վсё ներել եմ, չէ, ներողը չի իշը։ Տեր ասում է, ձեր մեղքերը ծովի անդունդն եմ գցել։ Գիտեք ինչքան է ծովի անդունդի խորությունը։ Ես դպրոցում անցել եմ, ասում է 11,000 քանի 100 մետր, հա, մամայան իջված կա, ամենախոր տեղը, ընդեղ մարդ չի կարա իջնի, ինչ որ լազերով են չափեմ, չգիտեմ, ինչով են չափեմ, հա։ Հա, օվկիանոսում է Սիբիրների, Ամերիկայի, Ռուսաստանի, Իտալիասկայի կոմենա 11,000 քանի կիլոմետր խորություն է, ընդեղ մարդ չի կարա իջնի։ Ասինքն որ գցել այլ չի իջնում, ասում է ես ձեր մեղքերին հետևի կողմն եմ գցել։ Համի ես հետևս տենում եմ կամ դու տենում ես քո հետևը։ Վախես իշը, ուրեմն չես տերել։ Իշաչարությունը դա մեծ մեղք է ժողովուրդ ջան։ Ներեք ու պիտի ներվեք։ Չներեցիք, ներում չկա։ Թող Տերը փառավորվի, ամեն։